Հարգելի գործընկերներ, 2 րոպե ուղղակի ներածություն կխոսեմ, հետո սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Քառորյան կամ երկօրյան ինչպես տեսակ խաղաղ էր, որևէ հետաքրքիր բան տեղի չունեցավ, դրա համար կենտրոնանանք այլ հետաքրքիր դրվագներին, որով հարուստ էր անցնող շաբաթը եւ կարծեմ դեռ կհարստանա։ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների ամբողջ քաղաքականությունը այս շաբաթ ուղղված է եղել գալիք հնարավոր ձախողումները արդարացնելու եւ այլոց մեղադրելու համար հիմքեր ստեղծելուն։ Մասնավորապես այսօրվա գրառումը առավոտվա։ Ինչու այդ գրառումը համընկավ այն միջազգային խորհրդաժողովի հետ, որը Մայրաթորի նախաձեռնությամբ կանում է Շվեյցարիայում։ Ինչու Ալեն Սիմոնյանի հայտնի հայտարարությունը համընկավ Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ ընտրելու հետ։ Մյուսը, ինչու է Ադրբեջանը մայիսի 28-ին Հայաստանի սահմաններին անմիջական մոտակայքում բացում 3-րդ ճակերտավոր միջազգային օդանավակայանը։ Մեկ հատ կառուցել էին Կովսականում, երկրորդը Վարանդայում եւ հիմա արդեն Բերձորում։ Եվ ինչու հանկարծ Ադրբեջանը 3 հայտարարեց, որ Խոզնավարում իրանք չեն կրակել։ Իսկ ով է կրակել։ Հանգուցյալ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը։ Դե լավ, Ալեքսանդր Սերգեևիչ Բլոկը։ Նորմալ է։ Կամ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբաեդովը։ Այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը հիմքեր է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության դեմ հերթական ագրեսիայի համար։ Իսկ Փաշինյանն եւ իր իշխանությունները փոխանակ հիմքեր ստեղծեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետությանը, մեղավորներ են փորձում կանխել։ Եթե հանկարծ Մայրաթորը այս խորհրդաժողովը չկազմակերպեր, հարցակում չէր լինի։ Եթե Արցախի Հանրապետության ազգային ժողովը նոր նախագահ չընտրեր, հարցակում չէր լինի։ Սա է իրականությունը, սա է այս ջղաձգումների խորքային պատճառը։ Եվ նաև իհարկե հաղթանակելական սուրբ եկեղեցու դեմ խաչակրած աշխատանքի շարունակությունը։ Նաև չեմ կարող չանդրադառնամ մայիսի 28-ին Սարդարապատում Նիկոլ Փաշինյանի ելույթի մեջ տեղ գտած խայտառակ որոշ ձևակերպումներին։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք այլևս չունի։ Հայ ժողովուրդը երբեք հայրենիք փնտրելու կարիք չի ունեցել։ Հայ ժողովուրդը ստեղծել է իր հայրենիքը այն պահից, երբ Հայկը սպանեց Բելին։ Բոլոր այն հատկանիշները, որոնք պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել եւ հաստատվել են պետականության շնորհիվ։ Այսինքն այն ազգերը, որոնք պետություն չունեն ազգային հատկանիշներ։ Սա ինչ աշխարհաքաղաքական փիլիսոփական ռևիզիոնիզմ է։ Ասում եմ դուրը փակեք, հա։ Սա ինչ կեղծ եւ սին օրակարգեր են, որոնք շրջանառում են այս իշխանությունները, փորձելով մեզ զրկելով մեր ինքնությունից, մեր պատմությունից։ Շնորհակալություն։ Այժմ պատրաստ եմ Անցնենք հարցերին, հարգելի լրագրողներ, խնդրում եմ սկզբում տալ մեկական հարց, որպեսզի յուրաքանչյուրդ կարողանաք տալ հարց։ Խնդրեմ Նարեկ Կիրակոսյան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, դուք գնահատական տվեցիք Նիկոլ Փաշինյանի առավոտյան կատարված գրառումներին։ Ինչ եք կարծում, որը պետք է լինի դրա պատասխանատվությունը, հա Նիկոլ Փաշինյանը այդ գրառումների համար պետք է պատասխանատվության ենթարկվի, թե ոչ։ Այդ գրառումը անարգալից լինելով ուղղակի պարզ խուլիգանություն է։ Նման ոճի գրառում երկրի ղեկավար չի կարող իրեն թույլ տալ։ Կրթող եւ կրթվող մարդը չի կարող իջնել զազախոսության, խոհանոցային բամբասանքի այդ մակարդակին։ Առնվազն
իր քաղաքական ուժը, իր կուսակիցները պետք է նման վարքագիծը քննարկման առարկա դարձնեն, առնվազն։ Եվ դրանից բացի իրավապահ մարմինները, որոնք շատ ավելի մեղմ գրառումների հետևից գնում են, քրեական գործեր են հարուցում եւ մարդկանց նույնիսկ ազատությունից են զրկում, նաեւ նրանք անելու բան ունեն, ինչպես նաեւ մեր հայրենակիցները, որոնք փողոցում կամ քվեատուփի առջև որոշում կայացնելիս նաեւ սա պետք է հիշեն։ Սիվիկեմ, խնդրեմ։ Պարոն Խաչատրյան, մայիսի 28-ին Իշխան Սաղաթելյանը մի հայտարարություն է արել եւ նշել, որ կանգնած ենք քաղաքական սարդարապատի շեմին, ես կխնդրեմ ասեք ինչի մասին է այս հայտարարությունը։ Քաղաքական սարդարապատի շեմին, պետություն ունենալու եւ պետություն չունենալու ընտրության առջև, որովհետեւ այն քաղաքականությունը, որը վարում է այս իշխանությունը, ազգին զրկելու է պետությունից։ Թուրքի առաջ ծնկի գալը, թուրքերի բոլոր պահանջները կատարելը, այս ամենը տանում են պետականության եւ ինքնիշխանության կորստի։ Ֆորմալ առումով միգուցե ինչ որ մի հատված կարող է մնալ, որի վրա գրված կլինի Հայաստանի Հանրապետություն, բայց էությամբ այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով կզրկվենք ինքնիշխանությունից։ Հիմա էլ դա է կատարվում։ Թուրքերի պահանջով սահմանադրություն են փոխում, թուրքերի պահանջով հրաժարվում են խոսել Արցախի Հանրապետության մասին, Արցախի Հանրապետության վերադարձի, ներողություն, Արցախի բնակչության վերադարձի իրավունքի մասին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Իդեպ, ինչ որ ներքին ձայն ասում է, որ այդ հարցը կբարձրանա։ Արցախի հարցի քաղաքական կարգավորումը ԵԱՀԿ Հելսինկի վերջնական ակտի, ավարտական ակտի, եզրափակիչ ակտի 3 սկզբունքների հիման վրա է։ Ընդ որում խոսքը գնում էր պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։ Դիտավորյալ էր ընտրվել այդ սկզբունքը, այլ ոչ թե սահմանների անխախտելիության սկզբունքը։ Ինքնորոշման իրավունքի սկզբունքը չի խախտում ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքի հետ, եւ դրա ապացույցը ՄԱԿ միջազգային արդարադատության միջազգային դատարանի Կոսովոյի հարցով իրավարար վճիռն էր։ Այնպես որ թող չփորձեն Նիկոլ Փաշինյանը եւ իր հետևորդները ստեն խափեն մոլորեցնեն, թե ինքնորոշման իրավունքը ստորադաս է տարածքային ամբողջականության սկզբունքին։ Շնորհակալություն։ 24 նյուս, խնդրեմ։ Պարոն Խաչատրյան, ամեն դեպքում դուք ինչ միտում եք տեսնում այդ հայտարարությունների մեջ, որոնք հնչեցին 3 կառավարությունում եւ նաեւ Facebook-յան գրառումները, ինչ նպատակ կա այս ամենի տակ եւ արդյոք հակառակորդ է արդեն իշխանությանը դուրս գալիս եկեղեցին։ Այսինքն նկատի ունեք իշխանությունները Եկեղեցուն հակառակորդ են ուզում դա։ Այո, անկասկած, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ, դեռևս 18 թվականին սկսվեց նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը, վեհապարի մեքենայի շարաշյունը կանգնացնելը, վեհարան ներխուժելը, խուլիգանաբարո արգելելով վեհապարի մուտքը սարդարապատի համալիր անցյալ տարի մայիսի 28-ին, այս խոսույթը, որը հնչում է նաև այս ուրեմն կտուրի ներքո, տանիքի ներքո, տերը ասեց եւ այլն, այս գրառումները դիվահարներ, սևավորներ եւ այլն ինչ ցույց են տալիս, որ իշխանությունները հարցակում են սկսել նաև հավաքելական սուրբ եկեղեցուն, գիտակցելով, որ եկեղեցին մեր ինքնության եւ մի մասն է եւ մեր ինքնությունը պահող կարևորագույն ինստիտուտներից է։ Ձեր հարցինի պատասխան ես ասեցի։ Այս իշխանությունները փորձում են հնարավոր ձախողման համար ուրիշներին մեղավոր կարգել։ Տեսեք, Փաշինյանը փոխանակ կանխեր Արցախի հաթափումը, ինչ է ասում։ Այն ժամանակ, որ ես ասում էի նշաձողը մի քիչ իջեցնենք, չհամաձայնվեցիք, այ որ դուք նոր նախագահ չընտրեիք, սենց չէր լինի։ Հիմա էլ նույնն է ասում, այ որ դուք չգնայիք եւ սենց խորհրդաժողով չանեիք, սենց չէր լինի, այ որ նախագահ չընտրեին, սենց չէր լինի, այլ որ վերադարձի իրավունքի մասին չխոսեին, սենց չեն լինի։
Բայց այս 5 տարվա փորձը ցույց է տալիս, որ սրանք ինչքան խնդրեն, ինչքան աղաչեն, ինչքան պաղատեն, դրանից ադրբեջանցիների հայատյաց քաղաքականությունը Հայաստանը որպես ինքնիշխան միավոր աշխարհից վերացնելու քաղաքականությունը չի փոխվի։ Այս իշխանությունները ունակ չեն կանխելու Ադրբեջանի հայատյաց եւ հայ ժողովրդի ոչնչացմանը միտված քաղաքականությունը։ Ազատություն ռադիոկայան խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Խաչատրյան, ինձ հետաքրքրում է բանակում ծառայությունը կրճատելու այդ նախագիծը, ձեր կարծիք երկու անգամ արդեն նախաձեռնություն եղել է եւ փաստորեն հնարավոր է եղել խուսափել դրանից։ Հիմա այս երրորդ նախաձեռնությունը ձեր կարծիքով։ Դուք նկատի ունեք 1 ամիս ծառայելու դիմաց։ Այո, ես նկատի ունեմ ձեր կարծիքով այդ նախագիծը եթե ընդունվի ինչ հետևանքներ կունենա եւ երկրորդը Լրություն հարգել հնարավոր է այս անգամ էլ քանի որ երեք նաև խմբակցությունում իշխող խմբակցությունում քննարկում է եղել, կարծես թե այնտեղ էլ բոլորը չէ որ համաձայն են, հնարավոր կլինի խուսափել այս նախագծից։ Կարծում եմ երկրորդ մասին, երևի երկրորդ հարցի հասցեատերը ինձ հաջորդելու է, իրան պետք է ուղեք, իրանց ներսում ինչ խմորումներ են տեղի ունենում, չգիտեմ, օրենսդրական նախաձեռնության հեղինակն էլ մի 20 մետր հեռավորության վրա նստած։ Սա խայտարակ նախաձեռնություն է, մի ամսվա ընթացքում զինվոր չեն դառնում, մանավանդ այս պայմաններում եւ զինվորի մասնագիտությունը ֆիզիկական եւ մասնագիտական մեծ պատրաստվածություն է նախատեսում, չի մի ամս ծառայելով ել եմ ասում զինվոր չեն դառնում, դա ուղղակի նշանակում է փողը տալ, բանակ չգնալ։ Եվ ինչով են հիմնավորում, դե կոռուպցիա կա, կաշառքով են ազատվում, հիմա սենց գոնե օրինական կվճարեն, դրանք ովքեր ծառայում են, ավելի շատ փող կստանան։ Այսինքն ընդունում են, որ իրենց իշխանավորման 8-րդ տարվա ընթացքում չեն կարողացել համակարգային կոռուպցիան արմատախիլ անել։ Չնայած դեռևս 2018 թվականի օգոստոսի 17-ին 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հանրապետության հրապարակից հայտարարում էր, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա այլևս չկա։ Իսկ սա ինչ է նշանակում այս օրենքը, նշանակում է, որ ով որ փող չունի, ստիպված պիտի լինի գնա ծառայելու, իսկ ով որ փող ունի, կյանք կվայելի։ Ստեղծում են բանվորագյուղացիական կարմիր բանակ, որը վերջը տապալեց բուրժուազիային։ Այնպես որ բանվորագյուղացիական կարմիր բանակը եւ ընդհանրապես իրենց վարած սոցիալական քաղաքականությունը, տնտեսական քաղաքականությունը սոցիալական բունտ կառաջացնի, որոնք իրենք չեն կարողանա սանձել։ Նույն հարկային քաղաքականությունը նայեք։ Նույն վերահսկողական կամ ավելի շուտ ինստիտուցիոնալ քաղաքականությունը, որոնք ամբողջովին ի նպաստ խոշոր բիզնեսի են, կարգավորման քաղաքականություն է նկատում։ Այս ամեն ինչը բերելու է նրան, որ Հայաստանում հարուստների եւ աղքատների միջև անդունդը թե լայնանալու է, թե խորանալու է։ Իսկ մարդկության փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ կա անդունդ, անցում չեն կատարում։ Վերջին հարցը News-ում խնդրեմ։ Պարոն Խաչատրյան, վերադառնալով էլի Նիկոլ Փաշինյանի գրառումներին, եկեղեցու հանդեպ Հայաստանի իշխանության վերաբերմունքը եւ քննադատությունը նոր չէ։ Փաշինյանը բազմաթիվ անգամ տարբեր առիթներով քննադատել է, դուք եւս հիշեցրեցիք։ Հիմա բոլորիս, այսպես ուշադրության կենտրոնում հայտնվել են այս գրառումները այն պատճառով, որ բառամթերքի այլ որակ կա։ Ինչով է պայմանավորված, որ Փաշինյանը անցել է հենց այս բառամթերքին։ Հիմա որովհետև բառամթերքից ենք մենք բոլորս այսպես շոկի ենթարկվել։ Գիտեք, մարդը երբ է ջղաձգվում, սկսում գոռգոռալ, հայհոյել, հանդարտ վիճակում, հանդարտ խոսում են։ Հիմա մենք ստեղ հանդարտ իրար հետ խոսում ենք։ Հարցեր կան, որոնք կարող են ինձ դուր գան, հարցեր կան, որոնք ինձ կարող է դուր չգան, բայց պատասխաններ կան, որոնք կարող է ձեզ դուր գան, որոնք կարող է ձեզ դուր չգան, բայց հանդարտ խոսակցություն է։ Ջղաձգվում, ղժղժում, գոռգոռում, հայհոյում է անվստահ մարդը։
փորձելով իր ղժղժոցով հայհոյանքներով իր անվստահությունը քողարկել եւ ուժեղ տղա Երևալ։ Իրենք հասկանում են, թե ինչ վիճակի են հասցրել երկիրը, իրանք վերջը հասկանում են, չէ՞ որ խոզնավարում ադրբեջանցիներն են կրակել, այլ ոչ թե հանգուցյալ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը։ Եվ այս ճղճղոցով փորձում են շեղել մարդկանց ուշադրությունը այս խնդիրներից։ Մարկո Ռուբիոյի հայտարարությունը պատահական չէր, չէ՞։ Իսկ իրանք ինչ են անում կանխելու Ադրբեջանի հնարավոր ներխուժումը։ Բանակից հարուստներին ազատում են, փախցնում են, հա։ Եվ ահա պարզ է, որ այս իրավիճակում իրանք սկսում են ջղաձգվել։ Վերջին սոցիալական հարցումների պատասխանները Gallup-ի պատմական մինիմումի վրա է գտնվում իրենց հեղինակությունը։ Եվ այս ամեն ինչը բերում է նրան, որ նաև ցնցվում են։ Եվ այս ցնցումները վերածվում են ուղղակի խուլիգանական դրսևորումների։ Շնորհակալություն։ Եթե կա հարց, մեկ հատ հարց կարող եք տալ, խնդրեմ Նարեկ։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, բայց այնուհանդերձ ինչ եք կարծում, պետք է արդյոք քննարկման առարկա դառնա կամ ուսումնասիրման առարկա դառնա, արդյոք մեր եկեղեցականների շրջանում կան հոգևորականներ, որոնք ունեն ընտանիք, թե չէ, որտեղ Նիկոլ Փաշինյանի այս դատապարտելի գրառումները մի կողմ, այս հարցը թե նախկին իշխանության օրոք, թե այս իշխանության օրոք միշտ այսպես օդից կախված է եղել։ Պետք է այդ հարցին վերջնական պատասխան տրվի, թե ոչ։ Եկեղեցականներին չի արգելվում ընտանիք ունենալը։ Կուսակրոն որևէ եկեղեցական ընտանիք չունի։ Ես բոլոր կուսակրոն քահանաների ընտանեկան դրությանը տեղյակ չեմ, ես ԶԱԳՍ-ի վարիչ չեմ, բայց հայկական եկեղեցու կանոնադրությամբ կանոնակարգը արգելում է կուսակրոն քահանաներին, կուսակրոն եկեղեցականներին ընտանիք ունենալ։ Եթե կան խախտումներ, վստահ եմ Մայրաթոռը ունի գործիք իր եկեղեցականներին, իր սպասավորներին կարգի հրավիրելու համար։ Դա խուլիգանական գրառման թեմա չի կարող դառնալ անպատասխանատու հիմնազուրկ եւ խոհանոցային բամբասանքի մակարդակի։ Շնորհակալություն։ Սիրով։ 2 րոպե ունենք, շատ կարճ։ Պարոն Խաչատրյան, անդրադառնալով գրակոծներին, արդեն տեսնում ենք, որ թիրախում բնակելի տներն են։ Այսինքն Հայաստանի իշխանությունը ինչ պետք է անի, կամ պաշտպանության նախարարությունը արդյոք պետք է արձագանքի որևէ կերպ, թե գնում ենք խաղաղության եւ պետք է այսպես հանդուրժենք։ Երբ ապրիլի 25-ին խոզնավարում կրակեցին բնակելի տան վրա, հերթական անգամ այս իշխանությունն ասացին, դե դաշնակցականները Թուրքիայի դրոշը վառեցին եւ Ադրբեջանի։ Դուք էլ եք չէ՞ ծիծաղում այդ առանցանքի վրա։ Բնականաբար, սա էլ իրենց պատասխանն է։ 3 դաշնակցականները Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշ չեն վառել, բայց դա ադրբեջանցիներին չի սանձել եւ իրենք նույնպես կրակել են։ Մարդկության պատմությունը ցույց է տալիս մի բան։ Խաղաղության համար անհրաժեշտ է հավասարակշռություն, անհրաժեշտ է սեփական սահմանները պահելու ընդունակություն։ Ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի։ Պատրաստ լինել պատերազմի չի նշանակում պատերազմ սանձազերծել։ Հետևաբար, որպեսզի մեր սահմաններին, մեր տարածաշրջանում տիրի իրական խաղաղություն, մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանել այդ խաղաղությունը, խաղաղության փաստաթուղթը, պայմանագիրը պետք է ապահովի բոլոր կողմերի առնվազն նվազագույն կենսական շահերը, պետք է կառուցված լինի արդարության, այլ ոչ թե հաղթանակի վրա։ Եվ այս արդարությունը ենթադրում է, ներառում է ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության ճանաչումը, այլ նաեւ Արցախի ժողովրդի վերադարձի սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքի հարգումը։ Այն երբեք չի կարող կառուցված լինել միակողմանի զիջումների եւ ստորաքարշ վարքագծի հիման վրա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։